Առաջի գոտեմարտի համար եւ հաղթելու համար $200,000 փող են առաջարկել։ Ջեք Փոլը մի քիչ սեր ունի ալկոհոլի հետ։ Դուք դեռ արագը արդեն կեսը քաշելա գլխով։ Ես զարմացած նայում եմ ու այդ պայն զանգում եմ Արմանին, ասում եմ արի Յուրիտ լավ։ Այդ պայն չգիտեմ ինչ մտքովս անցավ երրորդ հարգից թռածել մեջ։ Դու շատ մեծ լսարան ունես սոցիալական ցանցերում, նաև TikTok-ում։ Աշխարհում օլիմպիական չեմպիոններից ու լիքը մարզիկներից լավ պայմանագիր են կնքելու իմ հետ, որ ես սոցիալական ցանցերում ակտիվ լինեմ։ Սպորտը կյանք է եւ այդ առանձնահատուկ աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում յուրատեսակ ու զավեշտալի պատմությունները, երկրպագուները եւ բնականաբար մարզաշխարհի ներկայացուցիչները։ Հենց այս ամենի մասին էլ GoFM 96.3-ի եթերում խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Սպորտի լեզվով հաղորդման առաջին հյուրն է Ազատ ոճի իմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը։ Արսեն ջան, ողջույն։ Ողջունում եմ, շնորհակալ եմ շատ հրավերքի համար։ Շատ ուրախ եմ տեսնել մեր տաղավարում, քանի որ հենց քեզ հետ ենք մեր նոր նախագիծը սկսում։ Այստեղ հիմնականում ժամանցային թեթև թեմաներ ենք արծարծելու, բայց կսկսենք մի փոքր մասնագիտականից ու կանցնենք մյուս թեմաներին։ Ալբանիայում վերջերս ավարտվեց Եվրոպայի հերթական առաջնությունը, դու բրոնզե մեդալակիր դարձար, ինչը խանգարեց 5-րդ անգամ Եվրոպայում լավագույն է ճանաչվել։ Միջև Ալբանիան մեկնելը ամիսներ շարունակ շատ լավ հավաքներ ենք անցկացրել ու շատ լավ մարզավիճակում էի, լավ պատրաստվում էի, որ կարողանայի 5-րդ ոսկին նվաճեի, բայց մի քիչ շատ էի տրվել հակառակորդներիցս մեկին հաղթելու այդ զգացողությանը։ Իմ քաշում կպնելու էր շատ փորձառու օլիմպիական աշխարհի Եվրոպայի չեմպիոն ու ես շատ էի ուզում, որ նրան հաղթեի ու ես կենտրոնացել էի, որ հենց մրցաշարի ժամանակ պետքա որ միայն նրան հաղթեմ։ Հոգեբանական էր, ես եթե մեկնեի 5-րդ ոսկու հետևից հաստատ ոսկով կվերադառնայի, ես մեկնել էի, որ կարողանայի Զաուրուգուևին հաղթեի։ Դրա համար ոնց որ հոգեբանական պահելով ընկճվեցի երկրորդ 3 րոպեին ու չկարողացա մինչև վերջ գոտեմարտը ավարտեմ իմ օգտին։ Հունիսի 13-ին Սենթ Լուիսում մրցաշարը տեղի ունենալու RAF 10։ Խառը մենամարտերի առհասարակ սիրահար առանձնապես չեմ, բայց Արման Ծառուկյանի շնորհիվ ես սկսեցի հետևել, նաև ինչ է կատարում UFC-ում եւ այլն եւ այլն։ Այս մրցաշարին թե Արմանը, թե Թոնի Ֆերգյուսոնը այնտեղ շատ հայտնի Չիմայևն էլ կարծեմ մասնակցելու է եւ դու էլ ես մասնակցելու ու մրցելու ես մեկ այլ ըմբիշի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ճապոնացի Ռեյ Հիգուչիի հետ։ Իսկ թվում է իրանք պետք է իրանք գոտեմարտերը թողեն, գան իմ գոտեմարտը դստել նայել, որովհետեւ որ նայում էինք, բոլորը ասում էին, այդտեղի ամենա մարզասերների համար, ըմբշամարտի մարզասերների համար ամենահետաքրքիր գոտեմարտը լինելու է իմ գոտեմարտը։ Դա պայմանավորված է ձեր ըմբշամարտում պայքարի։ Որովհետև մենք վերջի անգամ հանդիպել ենք 2023 թվականի աշխարհի առաջնությանը ու մեր գոտեմարտը 15-16 հաշվով ապրծել ու շատ հազվադեպ է լինում տենց գոտեմարտեր ու ճանաչեցին լավագույն գոտեմարտերից մեկը աշխարհի առաջնության ու մարզասերների համար շատ հետաքրքիր գոտեմարտ է։ Ու շոուն ապահովել է Սենթ Լուիսում։ Ես էլ պետքա լավ պատրաստվեմ ու լավ գոտեմարտ վարեմ։ Իսկ առաջին նմանատիպ մասնակցությունն է քո այդ կարգի մրցաշարում շամարտից դուրս։ Այո, այդ մեծության այդ ձևով առաջինն է լինելու որ մասնակցում եմ, ես մասնակցել եմ գերմանական լիգաներում տարիներ շարունակ, բայց այդքան մեծ մրցաշար չի եղել։ Շատ լավ, քեզ հաջողություններ Սենթ Լուիսում։ Ինչպես ես վերաբերում բլից հարցերին։ Սիրում ես բլից հարցեր թե ոչ, որովհետև մեզ մոտ հաջորդը բլից հարցերի փուլն է։ Սկսենք։ Կարիերայիդ ամենաբարդ մրցակիցը։ Զաուրուգուև։ Մարզական տեսանկյունից որ երկրում ունես ամենամեծ հաջողությունները։ Հունգարիա։ Գորգ մտնելուց առաջ առաջին միտքը որ գալիս է։ Կարողանամ ճիշտ կենտրոնանամ։ Գոտեմարտից հետո առաջին բանը որ անում ես։ Զանգահարում եմ տուն։ Եթե ըմբիշ չլիներ, ինչ ճանապարհ կընտրեիր։ Հաստատ բիզնեսմեն կլինեի։ Շատ լավ։ Ինչ երաժշտություն ես լսում գոտեմարտերից առաջ։ Եթե լսում ես։
Այս վերջերս չեմ լսում ու вообще տարբերություն չկա։ Ինչ այդ պահը ոնց որ թելադրեց։ Մոտիվացիայի գլխավոր աղբյուրը Իմ մեծ հավատը։ Մեկ բառ, որն ամենալավը կբնութագրի Արսեն Հարությունյանին։ Ընկերասեր եմ շատ։ Արսեն Հարությունյանին մի օր կտեսնենք UFC-ում։ Ոչ։ Եթե կարելի է այս մեկը մի քիչ բացենք, որովհետև շատ է լինում անցում, դու շատ հստակ պատասխանեցիր, որ ոչ, ինչու։ Ես UFC-ի նախագահի կողմից եմ առաջարկը ստացել Վեգասում։ Նու առաջարկը որն է, ինձ ասում էր, որ դու պետքա մի քիչ բոքսով ես զբաղվես, ասում եմ ինչի համար, ասում եմ որ բարբից հետո գաս, ասում եմ ես չեմ սիրում այս սպորտը, ասեց խի, ասի դե չեմ սիրում, էլի ես բառացեմ ու պետքա բառով միջև շարունակեմ, ինքը ինձ ինչ պատասխան տվածնի լավ, ասի մի օր որ փողերդ բրծնի, Էդվարդ ասի հուսով եմ չի բրծնի։ Իսկ Արմանը Ծառուկյան քեզ չի ցանկանում, օգտվելով ձեր շատ լավ հարաբերություններից քեզ ներքաշել։ Չէ, ինքը ընդհակառակը ասում է դու մի արի։ պրոֆեսիոնալ մարզիկ ես ու ճանաչված շամարտի մեջ ցաղաշխերում քեզ շատ սիրում են, ինքն էլ ասում է ես շատ տեղեր եմ գնում ու միշտ հարցում են էլի քո տեխնիկայով որ պարապում ենք իրար հետ, ասում է դու պետքա ավելի շատ սրա մեջ խորանաս ու օլիմպիական չեմպիոն լինես, քեզի ավելի շատ բան կտա, քան UFC-ն։ Շատ լավ Արսեն ջան, մի քիչ հետաքրքիր պատմություն։ Ու ասեմ Ռաֆը չի զիջելու UFC-ին մի տարուց։ Դե հաշվի առնելով, որ հիմա շատ հայտնի նաև UFC-ից մարդիկներ են գնում են։ Իսկ ինձ ոնց է զարգանում տենց լիգաները։ Եթե մարդկանց արդեն պարգևավճարները մեծ է լինում, ուրեմն զարգանում է ու բանում Ռաֆում այնպիսի գումարներ են մարդկանց տալի, որ UFC-ում անգամ չեն տալի այդ գումարները, ինձ թվում է մի տարուց ավելի շատ է լինելու ու սա ոնց որ ուզելու են գան արդեն Ռաֆում մասնակցել։ Հետաքրքիր է, քանի որ ես անկեղծ խորությամբ չեմ հետևել կոնկրետ Ռաֆի մրցաշարին, այսինքն իրենք շուտով երկու գիգանտ մրցակիցներ են լինել։ Ես ասենց ասեմ, մեր ըմշամարտի մեջ ամենաուժեղ տղաներից մեկին առաջի գոտեմարտի համար հաղթելու համար $200,000 փող են առաջարկել, UFC-ում առաջի գոտեմարտի համար այդքան փող կյանքում չեն տա։ Այո, չեն տա, շատ հետաքրքիր է, սպասենք զարգացումներին ուրեմն։ Հետաքրքիր դրվագներ, զավեշտալի դրվագներ կարիերայի ընթացքից։ Վերջերս Ջեք Փոլն էր եկել Երևան, հայտնի էլի մարտիկ, նաև բլոգեր, ու այդ օրերի ընթացքում իր ընկերուհին օլիմպիական չեմպիոն դարձավ, ինքն էլ ձեռքը դրեց քո գլխին, այդպես նաև հուսանք կնպաստի քո օլիմպիական չեմպիոն դառնալուն կեսկատակ, իհարկե ինչ հետաքրքիր դրվագներ կհիշես։ Ջեք Փոլը շատ հետաքրքիր մարդ էր, ոնց որ մենք այդպես էներգիայով իրար բռնում էինք, կարում էինք, շփվեինք, էլի հյուրեր ունեինք, բայց ամենաշատը Ջեք Փոլի հետ էի ես ժամանակ անցկացնում, Արմանը ասում էր դու իրան ցույց տու Հայաստանը, դու իրան օրվա մեջ էլի ֆրցրա, որտեվ էլի ունեինք հյուրեր։ Առաջինը որ գնում էինք ջերմուկ, Ջեք Փոլը մի քիչ սեր ունի ալկոհոլի հետ, ասեց ուզում եմ խմեմ, ասի օքեյ, հեսա կանգնենք ալկոհոլ։ Ահա, կկանգնենք խանութի մոտ ու կգնեմ, իրար հետ գնացինք խանութ, ինքը դեմից ուզում էր պիվա խմել, հետո ասում է չէ, արաղ եմ ուզում հիմա խմեմ, արաղը վերցրեցի, ասի դե սպասի, մի վարքյան հեսա բաժակն էլ տամ, ասում է չէ, պետք չի ասում բաժակը, եկե տերա արաղը, արդեն կեսը քաշելա գլխի խոհ, ես զարմացած նայում եմ ու այդ պայից հանգում եմ Արմանին, ասում եմ արի յուրիդ լավ չի լինելու։ Եկել ասում յուրը արդեն քո յուրն է, ասում դու դուրից ուրախ եկել այդ պայից արաղի շիշը տալիս է ինձ, ասում եմ պահի ու ասես լուրջ, նույնիսկ վերցրեցի, մայկեն ահանում, մայկեն ատալի, ու եկել է ֆրուվը ու երասխի այդ շոշով, ու սկսում վազելը, հետո միան 0.6 հատենում, ասում կարանք տրակցունենք այդ 0.6-ը, բայց քշեց, չէ, կարծեմ 0.6։ Այդ 0.6-ը չէ, ասեցի արի գնանք ջերմուկ, հետո մենք ջերմուկում կբերենք 0.6, դու կքշես, բան կայ չի, ասում եմ, էսի տրակցնենք ստեղ, այս դիմա զանգել եմ Արմանին, Արման արի ես գնացել է, այս վարտը չի ճանաչում, Ջեք Փոլն է բան,
հիմա ասում դուր տրակցիներ ասում արի քո յուրին տեր ասում չէ դու բան արա իրար հետ եկեք մենք արդեն ճամփա ենք ընկե հիմա զորով համոզեցի ասեցի արի գնանք ջերմուկ մենք կբերենք դու ունդ ինչ կուզես կանես ոչ շատ հետաքրքիր մարդ էր հետո պետքա բուրաններով գնայինք Սարը ինքը ոնց է եղել որ եկավ Հայաստան ինքը համարմանի հետ ընկերություն է անում ոնց որ ինքը ին վիդեոները տենում է որ ես ձների մեջ մտնում եմ բան էդի ուղարկում է Արմանին ասում է ինչ հավես է բան ես էլ եմ ուզում գամ ասենց մտնեմ ձների մեջ բան ու տենց բան բուրաններով գնացին էինք սա ասեց դե բան անչա պետք է ստե ձների մեջ մտնենք ես մտա վատացավ տան հիվանդանոց Ձյուն չէ տես Արմանին ասում հիվանդանոց տարան հետ Արմանին ասում դե ես այդամ հետ չէ արի օրդ վայելի ասում իրան կտանեն հիվանդանոց ինքը գնաց հիվանդանոցից տարան ինքը քնեց մինչև գիշերը 12-ը Բայց դա էլի արաղի օղի ազդեցիկ շարունակություն 12-ը քնեց հետո 12-ից հետո զարթնեց էլի օղի ախմում էլի խմում ես էլ պարկեն եմ որ քնեմ Մեկը լուսամուտիստակ գիշերը 3-ն է, մեկը գոռում է ձնեմ տան։ Դուրս եմ գալի լուսամուտիստ տենամ Ջեք Փոլն է, ձեռը շամպայնը ձեռը, ասում է կթռնես հիմա լուսամուտից, ես երրորդ հարգում եմ մնում, ասում է թռի ձների մեջ, ես եմ գալի ձների մեջ, իրար հետ բարմա կմտնենք, ասում չէ երրորդ հարգի թռի ու հանելա որ նկարում ասում է YouTube-ի բլոգի համար էլի ասա թռի Այդ բան չգիտեմ ինչ պետքով անցավ երրորդ հարգից թռածների մեջ։ Ավելի բարի աջող։ Այդ շատ հետաքրքիր Շատ կարճ օրերի ընթացքում տես ինչքան արկածային դրվագների ականատեսային։ Չէ ինքը գնաց մի հատ չգիտեմ 1500 դրամանոց բաներ վերցրե։ Մեկը ես այդտեղ տեսա ասի գոնե մեր գործը կերոջ բանը վերել եմ ասում էսի մեկարկումի ու լոգոյով եմ տալի ներեմ եկե զագել եմ ասում եմ դե Բանը էլ ես ձեր արախնդովել եմ Ջեք Փոլն ախմբել Ահա ես այդտեղի բանդ է էլի դզում գործեն բայց Օհանյան վերջը խմա Վերջը Օհանյանից արփեց Բայց ինքը օրվա մեջ մի 5 տեսակի բաներ խմում էլի ուղղակի չուզենի ասում շան Երևի առավոտը շամպայնով սկսում էր հետո բանաշը կոնյակ գինի բան այսպես Դե ուտո խմում է Հայջի բայց այրի հետ անգերություն անում Ըմբշամարտից դուրս դե Ծառուկյանին գիտենք, մյուսներին գիտենք, այլ մարզաձևերի ներկայացուցիչներ կան, որոնց հետ էլի ընկերական հարաբերություններ կան։ Օրինակ, քեզ հաճախ տեսնում ենք ֆուտբոլային հանդիպումներին, Նոայի խաղերին, Հայաստանի հավաքականի, ում հետ ես ավելի մոտ։ Ես ասեմ ոնց եղավ, որ սկսեցի արդեն ֆուտբոլը գնալ նայել եմ։ Ես իմ ընկերոջ հետ առաջի անգամ գնացի, ես կյանքումս չէի գնացել, որ հենց ֆուտբոլի դաշտում նստեի ու նայեի միջև վերջ անհնարին բաներ էլի։ Ընկերս որ հրավիրեց, գնացի, դե արդեն որ գիտեմ, որ գիշեր ցերեկ տանջվել են, որ թիմ սարքեն ու իրենց նպատակն է, որ թիմը հաղթի ու արդեն պետք է ընկերոջդ հետ միջև վերջ 90 րոպե ձգես, որ թիմը հաղթի, ոնց որ առաջի անգամ որ նայեցի, տեն շատ հետաքրքիր էր, բան արդեն որ հասկանում ես մերոնք են պետքա կրեն բան ու արդեն սկսեցի սիրելը ու երբ ժամանակ եմ ունենում, իրանք նոան որտեղ խաղում է, անպայման գնում եմ ու միջև վերջ նայում եմ երկրպագում եմ, որ տղաները լավ խաղան ու հաղթեն։ Նաև Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ։ Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ այսքան ժամանակ չեմ եղել, բայց կուզենամ որ լինեմ։ Ֆուտբոլիստներից էլ ինչու եմ անդադ ֆուտբոլից խոսում, դե ինձ համար շատ հարազատ է, ամեն կերպ փորձում եմ ֆուտբոլի հետ ինչ-որ առնչություն գտնել։ Էդվարդ Սպերցյանի հետ էս երևի թե ամենամոտը։ Այո։ Մի այսպիսի հատվածի մասին սոցիալական ցանցերում քո ակտիվության։ Հայ մարզիկները իրականում այդքան ակտիվ չեն, հատկապես դու շատ մեծ լսարան ունես սոցիալական ցանցերում, նաև TikTok-ում, ինչքանով ես կարևորում սոցիալական էջերի ցանցերի դերը մարզիկի կարիերայում ու դա այդ կարևորությունը հաշվի առնելով է, որ այդքան ակտիվ ես, թե ուղղակի հաճելի է ժամանցի մասին կիսվել եւ այլն եւ այլն։ Եթե անկեղծ ես вообще չեմ կարևորում ու ես մենակ Instagram-ից եմ հասկանում կան մասնագետներ, որ այդ մասնագետներն են անում։ Զբաղվում են, հա։ Այո, Instagram-ում մտնում եմ, բայց post-երես բան ես չեմ կատարում։ Հասկանում։ Եթե ես ուզենամ անեմ, չեմ կարող անել, որովհետև իմ պարապմունքների ժամերին է post-երը միշտ լինում, բան, հետաքրքիր մի հատ դեպք պատմեմ, Ծաղկաձորում հավաքների ժամանակ պարապում ենք Արագա ուժային է,
Մեկ էլ մարզիչը ոնց որ այդ բան հերոսը վերցնում։ Ես արդեն կռավում եմ։ Մի րոպե առաջ ասում եմ բան ես։ Ես ինչ ես արել։ Ասում շտանգեն ձեռս դալ է, շտանգը չգցես։ Իսկ ոնց հասցրեցի, ասեք ես չեմ արել։ Մարտիկա շատ։ Հա, ասում որ ասում էի չի պատկերացնում, ասում ես չեմ զբաղվում, բայց դե ժամանակը տանում է նրան, որ պետքա սոցիալական ցանցերում ակտիվ լինես ու այդ ակտիվությունը բերես նրան, որ հայերից ես եմ առաջինը Ռաֆ լիգայում մասնակցում ու կարամ ասեմ աշխարհում օլիմպիական չեմպիոններից ու լիքը մարզիկներից լավ պայմանագիր են կնքելու իմ հետ, որ ես սոցիալական ցանցերում ակտիվ լինեմ։ Իսկ դա այդ պայմանագիրը երկարաժամկետ է, թե ինչ որ մի քանակությամբ 5 գոտեմարտով են կնքում բոլորի հետ, իմ հետ էլ 5 գոտեմարտով են կնքել, բայց շատ լավ պայմանագիր են կնքել ու ինձ ասեցին դերը նրանում է, որ դու սոցիալական ցանցերում ակտիվ ես, ճանաչված ես ու դրա համար քո պայմանագիրը sense լավն է լինում։ Հասկացա։ Մի հետաքրքիր բան էլ ես հիշեցի, այդ հրապարակում անելու զուգահեռ մասնագիտական աշխատանք տանելու խաղ է մեկնաբանում։ Դե մենք հեռախոսից կարող ենք օգտվել խաղի ընթացքում on-line ինչ-որ տեղեկություններ ստանալու եւ այլն։ Շատ կարեւոր հայկական ֆուտբոլի վերաբերյալ մի բան եղավ, որ այդ բանին իմ Telegram-յան ալիքում պետք է ես դա գրեի։ Հիմա մտածում եմ, բայց որ գրեմ կասեն նայելու են այս խաղը, ասել են դու եթերում ոնց ես այդ խաղը մեկնաբանում։ Որոշեցի, որ եթե հանկարծ տակ այդ կոմենտներ կգնենք, ասեմ քրոջս էի տվել, քուրս զբաղվել էր այդ հարցով, ես տեղյակ չեմ, քուրս դե ֆուտբոլասեր է, այդպես պետք է այդ պատմությունը բան անեինք, ուղիղ եթերում աշխատելու զուգահեռաբար սոցիալական ցանցերում հրապարակում անելու այդ դրվագն է ինձ հետ եղել։ Դու պետք է ժամանակի հետ քայլես առաջ, եթե չքայլեցի ժամանակից հետ ես մնում, ուրեմն դու ամեն ինչից հետ ես ընկնում։ Դե կարևոր լուր էր, օրինակ այդ բանը եթե չգրեի, գոլեգաները գրելու էին, դե արդեն իմ գրածը էլ ոչ մեկի չէր հետաքրքրել։ Օրինակ ինձ սաղ կյանքիս ընթացքում հետաքրքիր չի ելել, օրինակ իմ կողքինները թե խիեն էսի սենց անում, թե չէ։ Ես մտածում եմ, երևի ես մարդը ես սենց անում, իրան հարմար է դա։ Ես ինչ իրավունք ունեմ, ասեմ օրինակ խի ես սենց անում կամ իմ կարծիքը չգիտեմ, արտահայտեմ, հա իմ ընկերը լինի, ես կարող եմ ընկերոջս հետ խոսամ, ոչ թե ես իրան ասեմ մի արա, այ ասեմ էսի ոնց ես անում, էլի ճիշտ է, սխալ է, էլի մի հատ սրա մասին մտածի, էլի օրինակ, բայց չեմ ասի, էսի սխալ է։ Ու ես կյանքում մեր հայերը ունեն բնավորություն, որ մի բանը տեսնում են ու այդ վատը ուզում են մի անգամից արագ ասեն, ես կյանքում չեմ այդ ասեմ, գիտես, ինչ ես էսի քո մասին լսել եմ, էս չէ, խի վատ իրավիճակի մեջ դնեմ այդ մարդուն, էլի։ Ես իմ կյանքը ունեմ, այնքան գործեր ունեմ, ես լուչը իմ գործերը անեմ, իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնեմ, քան տենց ընկնեմ այդ խոսակցությունների մեջ։ Ես մենակ կարամ աղոթեմ իմ ընկերների, իմ շրջապատի մարդկանց համար, որ իրենց կյանքում ամեն ինչ լավ լինի։ Իմ այն մնացածը չի հետաքրքրում ինձ։ Կխնդրեմ 3 պատմություն ներկայացնես, հասկանանք որն է պատահել Արսեն Հարությունյանի հետ, որն էր սխալը։ Ես կարամ պատմություններ պատմեմ, դու ասես էդի եղել է թե չէ, էլի իմ կյանքում, որ մի անգամ երբ վազում էինք թմով ձմեռը, ես միշտ սիրում եմ, որ առաջով եմ վազում, շատ էի հոգնե ու ինձանից հետ էին տղաները, ասի նստեմ հանգստանամ, այդ Ծաղկաձորում էր ու ոնց որ պարկեցի ու քնակ չգիտեմ ճիշտ է սարի վրա հետո ընկերս եկավ որ ընկերս չներ քնելու էի մնա եթե այդքան հոգնել էի եկավ ինքը հոգնեց հանեց քնից ու միջև վերջ ծառը կարացանք ու բարձրանանք Իսկ թվում է ճիշտ է այս պատմությունը հա ճիշտ որովհետև մենք մի անգամ ինչու եմ ասում ճիշտ է որովհետև ինձ հետ էլ է հանդիպել շաբաթօրյակի ենք գնացել շատ մարդիկ կային Էլի մեր մոտիկ տղերքից մեկը կորել է, ուղղակի չկա։ Դե չկա։ Մտածեցինք կարող է ինչ-որ դեպք է պատահել, բան է պատահել, թողել է գնացել է։ Զանգում ենք, զանգ չի գնում, չի պատասխանում, չեմ հիշում արդեն։ Անձրևը սկսվեց այդ շաբաթօրյակի տեղը, գնացել ենք ընկերներով, միտեղ նստել ենք, հաց ենք ուտում, չգիտեմ, շփվում ենք, մի 3-4 ժամ անցել է ու շատ ուժեղ անձրևը սկսվեց։ Զանգել է, ասում է՝ ուր եք։ Ասում ենք ոնց ու ենք, մենք զանգում ենք չկա իր, եկել ենք ընդ որում քաղաքից դուրս ենք գնացել, նստած շփվում ենք, հաց ենք ուտում, ասում եմ աչքս կպել էր, քնել էի, հելա տեսա
ամբողջությամբ ջուր է։ Ոնց կարաս այդ անձրևի տակ 3 ժամ քնես չեմ հասկանում։ Ու միանգամից ես կռայցի, որ քո պատմությունը ճիշտ էր, կարար լիներ մաման։ Ու ցուրտ էր շատ, քամի, այնքան էի հոգնել, ասի այդպես մի բան նստեմ, հետո նստել է դառա պարկե։ Հետո քնես։ Ու կպավ։ Լավա հրայր է եկավ Ալիխանյան, ինքը լավ ավազում, եկավ հելի ասում չի կարելի քրել, ասում որ քրար, ասում կմնաս, դες բայց չէին նկատել որ չկաս դու։ Ես շատ առաջ էի, մի քիչ մոռախուղ կար, այդ գծով գալշի մտորը եկա, գիվացել էր վատացել ելե, բայց ուզած քնած։ Հա, ուղղակի աշկս կպել էր։ Էլ ունենք։ Մի հատ է պատմություն պատմեմ, այս վերջերս է եղել։ Կամ չի եղել։ Չի եղել։ Շոկեբաղնիքում եմ, մյաց փողոքահայ, ասած ոնց որ նայես այս դեմքից, ասում եմ ես քեզ ուզում եմ 200 միլիոն փող տամ։ Սփյուռքահայ։ Հա, ես դե պատասխանում եմ չեմ ուզում այդ փողը։ Իսկ ինքն էլ է Ջեյ Փոլի նման ալկոհոլ օգտագործել։ Եթե օրինակ ալկոհոլի ազդեցության տակ էր, ինձ թվում է կարող է ցանկություն ունենալ այդ բանին տալու։ Կարծում եմ այս մեկը չէ ամեն դեպքում։ Չէ, այդ մեկն էլ է։ Այս մեկն էլ է։ Ու ես գիտեք որ ընկերոջս հետ էի տալու է։ Ու ես այն որ ընկերոջս հետ էի, որ ինքն է շատ հարուստ է ցած։ Ոչ չէ, բեկալ։ Ասա չէ, բայց շոկեբաղնիկից դուրս եկե զանգելա, ասում եմ բերեք 200 միլիոն։ Բերելա, ասում եմ այս փողը բան ավ ինչա վերցրու, ասում եմ չէ, չեմ ուզում, ես մա մեկը ոնց որ ոտս ոտ տվեց ընկավ։ Ինքը փաստա բան է։ Հա։ Ոտս ոտ տվեց ընկավ, դե։ Հիմա ասում եմ ոչմ չեն գրես դե հյուրանոցում որ չի կարելի էլի առանց հողաթափերի մտնել շոկեբաղնիկ եւ ասում եմ ես այդպես դատի տամ իմ մեջքը ավելի թանկ է հյուրանոցը որ ծախեն տակից դուրս չեն գալի այդ հյուրանոցն է իմ ընկերոջ հյուրանոցն է էլի ասի արի գործարքի հետանք այդ 200 միլիոնը չեմ ուզում բայց դու դատի չտաս հա դից այդ 200 միլիոնը չվերցրի Հետաքրքիր է։ Իմ հետ շատ է տես դեպքեր լինում։ Դե կարող ենք էլի, եթե կա, շատ հետաքրքիր է, որովհետև մեր լսարանն էլ բնականաբար սպասում է։ Ինձ բան, չէ, դուրսը շատ է լինում, որ գալիս են, օրինակ, ասում են ձեզ ենք նվեր տա, ես չեմ ճանաչում այդ բանը։ Ասում են, ու տղաները չեն հավատում, էլի, ասում են, ո՞ս կրդի տես։ Շատ տես դեպքեր է լինում։ Բայց եթե ինձ թվում է նորմալ է նաև, որ մարդիկ գնահատում են անցած ճանապարհը, ի վերջո դուք այն մարդիկ եք, որոնք մեր դրոշը երրագույնը միշտ բարձր են պահում ու կարա լինի շատ տրամաբանական է որ մարդիկ Բակի տղաը դեր ասում են, «Խիա քո հետ այդ դեպքերը միշտ»։ Իա միշտ մենակ քո հետ լինում ես։ Այդ էլ միգուցե էլի սոցիալական ցանցերի ակտիվությունն է նպաստում շատ դեպքերում կարա լինի, հա։ Այդ սոցիալական ցանցերից էլի խոսք գնաց երկրպագուների մասին էլ խոսենք։ Օրինակ ըմբշամարտում դե ֆուտբոլում պարզ է երկրպագուները, թե երկրպագուական ֆան ակումբներ կան եւ այլն, դե ըմբշամարտում այդպես չի կարող լինել, ավելի շատ անհատական է, ինչ հետաքրքիր պատմություններ կան երկրպագուների հետ ու իրենց դերը քո կյանքում։ Այս էլի շոկեբաղնիկից եմ բան պատմում, դե որ մտնում ես մի քիչ տարածքը մութ է, չի երևում ով մտնում, այս վերջում բյուրեղում թազաբացված տեղ է, գնացել եմ, պարապմունքից հետո շոկեբաղնիկ եմ մտել ու տենց որ ես միշտ շարժվում եմ, էլի չեմ նստում շոկեբաղնիքում, շարժվում եմ, ես կրտում եմ, մեկը հարցում է սպորտսմեն ես, ասում եմ, հա, ասում եմ ինչ ես զբաղվում, ասում եմ բարբաբան, ասում եմ որնի կլասիկ, ասում եմ որնի, իր ձևով եմ էլի ասում էլի ոնց է ինքը հարցնում, մեկ է սենց ճանաչում ես Արսենին, ասում եմ որ Արսենին, ասում եմ Հարությունի եմ, ասում եմ շատ արագ է, ասում եմ հա, դենց լսել եմ, ու սկսում եմ խորանալ ավելի, ինձ արից է պատում, բայց չի ճանաչում որ ես եմ, հա, չի պատկերացնում էլի որ ես տեղ կրնեմ, հիմա ասա տենում ես ձեռը որ բարձրացնում է, ոտքին է եթում, ինչ արագ անում է թե դեռ կազմը, ոչ մեկ չի կարող, ասա պաշտպանի, բայց ես չգիտեմ ինչ ասեմ, ու այդ պահին ոնց որ մեկը ներս է մտնում, բարև Արսեն ջան, ոնց ես ասում, Եվրոպային ես պատրաստում, մեկը դու էիր Արսեն ասում,
Ես միշտ այդ նման մարդկանց չեմ հասկանում։ Եթե չես ճանաչում իմաստը։ Ու դա շատ է լինում։ Դե որ իրանք տենում են հերոստացույցը, ոնց շատ մեծ է սերևում հերոստացույցը։ Հա, իրականում կա։ Դրսում փոքր մոքր է սերևում, չեմ պատկերացնում, որ դու կլինես էլի։ Ու վերջին մեր փուլը Արսեն ջան 30 վայրկյան, այստեղ մենք մրցելու ենք 30 վայրկյանի ընթացքում փորձենք հասկանալ քանի ֆուտբոլիստի անուն կարող ես նշել, կապ չունի հայ, արտասահմանցի, ես էլ փորձելու եմ մեր հայ ըմբիշներին նշել, իրականում կապ չունի մենք ինչքանով ենք տիրապետում այդ ամենին, եւ որ կա 30 վայրկյանը միշտ դժվար է, որովհետեւ ամենահեշտ իմացածդ բանը մոռանում ես։ Մի խոսքով 30 վայրկյանի ընթացքում հայ հնարավորինս շատ ֆուտբոլիստների պետք է նշես, ժամանակը գնաց։ Էդուարդ Սպերցյան, Հենրիկ Մխիթարյան, Վարազդատ Հարոյան, Տիգրան Բարսեղյան, որ ազգանները չասեն կլինի։ Նորմալ է, որ Նոայից բան Մանվելյանը, կամ Գորը, հա, Հարությունյանը, Նոայի Հովոն, այնեք էլի ով կար, Վարդան, Հայաստանի հավաքականից է։ Վարդան Մինասյանն էր մեր հավաքականի մարզիչը, Լուկաս Սելարայան, ցավոք ավարտեց, իսկ մեր ժամանակն էլ ավարտվել է արդեն։ Քանի 7 կարծեմ, ուղղակի երկուսը հուշում, հուշումը նորմալ է։ Հուշում չէ, ազգանունները ասեցի։ Հա, իրականում համաձայն եմ, հա։ Անկեղծ պատասխանել է Արսենը։ Հիմա իմ հերթն է։ Ֆահեմ, հա։ Գնաց 30 վայրկյանը։ Արսեն Հարությունյան, Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան բնականաբար, Սլավիկ Գալստյան, Հայկ Խլոյան, Մանվել Խնձրցյան, Գասպար Տերտերյան, Նարեկ Ասլանյան, Կարեն Ասլանյան, ներողություն, Վազգեն Թևանյան, Արման Անդրեասյան, Արման Ավակյանն էլ ունեինք, ծանոթել էի Արմանի հետ, ինքը հիմա էլի 11 գրեցիր։ Դե մեր մասնագիտականից ելնելով մենք նորմալ է որ ավելի շատ կանք իմանանք, որովհետև օրը 24 ժամ սպորտը լուսաբանող մարդիկ ենք։ Շատ շնորհակալ եմ Արսեն ջան հրավերն ընդունելու ու շատ հետաքրքիր ժամանակ անցկացնելու, իսկապես բավականին հետաքրքիր պատմություններ պատմեցիր, վստահաբար մեր լսարանին դուր կգա ու քանի որ առաջիկայում Սենթ Լուիսի մրցաշարն է, չէ, քո մոտ եւ շատ կարեւոր մի փուլի սկիզբ է, քեզ հաջողություններ, հուսանք այնտեղից հաղթանակով կվերադառնաս ու արդեն շատ հաղթանակներ կլինեն ապագայում։ Շնորհակալ եմ շատ։ Այսքանը բարեկամներ, սպորտի լեզվով հաղորդման առաջին հյուրն էր Ազատ ոճի իմբիշ Արսեն Հարությունյանը։